Բարի լույս բոլորիդ։ Շնորհակալ ենք, որ եկել եք։ Շնորհակալ ենք ձեր աջակցության համար։ Եվ գիտեք, շատ կարևոր է, որ մենք գնահատենք, թե ինչ պատմական հանգրվանում ենք գտնվում։ Մենք հիմնականում այս նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ նախորդող շրջանում մենք առաջ ենք մղում Հայաստանի պետականության հարատևության օրակարգը։ Պետության հարատևության օրակարգը հետևյալի մասին է, որ մենք պետք է նախ ըմբռնենք եւ գիտակցենք, թե ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը։ Ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը, բայց պետություն ունենալու երջանկությունը զգալու համար մեզ պետք է արտաքին եւ ներքին խաղաղություն։ Այս շատ կարևոր բան է։ Բայց ես ուզում եմ նաեւ մենք բոլորս մի խորանանք, հասկանանք, այնուամենայնիվ ինչա պետք մեզ արտաքին եւ ներքին խաղաղություն գտնելու համար։ Արտաքին խաղաղությունը դրա մասին շատ ենք խոսել վերջին շրջանում եւ խաղաղության միակ բանաձևն է գտնվել ժողովուրդ, որը հնարավոր է, որովհետեւ տեսեք շատ են խոսում նրա մասին, խաղաղությունը լավն է, վատն է, կատարյալ է, կատարյալ չի։ Այսօր այն խաղաղությունը, որ ունենք, այդ խաղաղությունը հաստատված է միակ հնարավոր բանաձևով։ Ուրիշ որևէ բանաձև գոյություն չունի, որի շրջանակում մեզ հնարավոր լինի գտնել արտաքին խաղաղություն։ Այդ բանաձևը մեկն է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների հիման վրա մենք ճանաչենք նաև մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Որովհետև եթե մենք չճանաչենք, իրանք էլ չեն ճանաչելու։ Մենք ուզենք, իրանք էլ են ուզելու։ Մենք մերը համարենք, իրանք էլ իրանցն են համարելու։ Ու այս ցիկլից դուրս լուծում չկա։ Բայց նաև ես ուզում եմ ներքին խաղաղությանը անդրադառնամ, որը շատ կարևոր հանգամանք է։ Ժողովուրդ, տեսեք, այսօր Հայաստանում շատ իրանահայեր կան, որոնք եկել են ապրում են Հայաստանում եւ ունեն Հայաստանի քաղաքացիություն, ինչի համար ես ուրախ եմ։ Կան սիրիահայեր, որոնք եկել են եւ ապրում են Հայաստանում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հայաստանի այսօրվա բնակչության մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել են, ում նախնիները գաղթել են, Վանից են եկել, Մուշից են եկել, Կարսից են եկել, տարբեր տեղերից են եկել։ Բանի մեծ Եղեռնի ցեղասպանության բերումով պատճառով գաղթել են եկել են Հայաստան։ Ու ներքին խաղաղությունը ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել։ Ներքին խաղաղություն գտնելու համար մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացը ավարտված է ժողովուրդ։ Մենք մեր հայրենիքը, մեր երազանքի հայրենիքը գտել ենք եւ դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետքա վերադառնանք Վան, մենք պետքա վերադառնանք Մուշ, մենք պետքա վերադառնանք Ղարաբաղ, մենք պետքա վերադառնանք Նախճեվան, մենք պետքա վերադառնանք, չգիտեմ, տարբեր տեղեր, գիտեք ինչա դա, ինչ հոգեբանական ազդեցություն է մեր վրա թողնում։ Մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ։ Հասկանում եք, մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ, որովհետև եթե սա այնտեղը չի, լսեք, պատկերացրեք, դուք միտեղ եք գնում եւ հասել եք կանգառի, դուք այդ կանգառում ոչ նորմալ հաց ուտելիս եք նորմալ հաց ուտում, որովհետև անդադ փշերի վրա եք, կանգառ, պետքա հələ տեղ չեք հասել, ժամանակի խնդիր ունեք, շարժվելու խնդիր ունեք, ոչ քնելիս եք նորմալ քնում, ոչ էլ որևէ բառ անելիս եք նորմալ անում։ Մեր երկրի բոլոր խնդիրները, որ մենք մինչև ինչքան խնդիրներ ունենք լուծած, նրանից է, որ ինձնից սկսած, ձեզանով շարունակած բոլորս կանգառի զգացողության մեջ ենք։ Սա մեզ համար, սա մեր երկիրը
Չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հլը տեղ չենք ասել, հլը Ղարաբաղ կա, որը պտի տեղ հասնենք, հլը Վանը, հլը Մուշը, հլը էլ չեմ ասում, գերեվակայությունները երբեմն պտտվում ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։ Եվ ես ուզում եմ առիթը օգտագործելով նաև մեր Ղարաբաղի, մեր հայրենակիցներին դիմեմ, որովհետև այդ Ղարաբաղի մեր ժողովուրդը Ղարաբաղում էլ կանգառի տրամաբանության մեջ եղել, որովհետև չեն իմացել այդ մարդիկ լավ ինչ ալնելու։ Հիմա եկել են ստեղ, մենք ուզում ենք այդ մարդիկ տնավորվեն, մեր նման տնավորվեն, կանգառի զգացողությունը փոխեն հանգրվանի զգացողությամբ։ Եվ այդ մարդկանց անընդհատ չեն թողում, որ իրանք այդ հանգրվանի զգացողությունը ունենան, անընդհատ վերադարձ։ Եվ էլի ասում եմ ժողովուրդ, վերջին մեր տարածքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թվից այսօր մինչև 1918 թիվը պետություն չի եղել, ժողովուրդ, հայկական պետություն չի եղել։ Պատկերացնում եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել։ Եվ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ Եվ այդ վերադարձների թեման անընդհատ այդ կանգառի տրամաբանությունից պետքա դուրս գալ, որովհետև եթե մենք պետքա վերադառնանք ինչ հրահրում ենք այդ ինչ-որ տեղին, որ նրանք ասեն մենք վերադառնում ենք ստեղ, որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք այսօրվա իրավիճակով, այսօրվա ստատուս քվոյով, որ մենք ունենք ի վերջո հայրենիք պետություն, որը մենք պիտի որոշենք մեզ համար կանգառա թե հանգրվանա։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ չի, ժողովուրդ, մեզ համար հանգրվան է եւ Հայաստանի պետականության հարատեվության օրակարգ ստեղից է բխում։ Ոչ ոք, ոչ Վանից եկածները, ոչ Ղարաբաղից եկածները, ոչ Իրանից եկածները, ոչ Սիրիայից եկածները ոչ մի տեղ պետքա չգնան, պետքա մնան ստեղ, սա մեր բոլորի հայկական, մշտական, հավերժական, հարատև հանգրվանն է։ Եվ այս ընտրությունները այս հարցն են որոշելու, ժողովուրդ ջան։ Դուք պետքա մի հարց որոշեք։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառա թե հանգրվան։ Ես առաջարկում եմ, ես չեմ առաջարկում, ես ձեզ խնդրում եմ, եկեք Հայաստանին չվերաբերվենք որպես կանգառ, այս ինչքան չկառուցված, փլուզված, քայքայված, ինչ որ տենում եք այդ կանգառի զգացողությունից, որ մենք ասում ենք հա դե լավ, մեկա էս չի, մեր ավետած երկիրը էս չի, մեկա սա կանգառա, մեկա սա ճանապարհ է, մեկա սա ճամփեզր է, սա ճամփեզր չի, ժողովուրդ, սա հանգրվան է։ Մենք պետքա այս ընտրությունը նրա մասին է, որ մենք պետքա առերեսվենք մեր երջանկությանը, որ մենք ունենք պետություն, որ մենք ի վերջո ունենք հանգրվան,
եւ մեզ պետք չի աչքներս գցել այս կողմ են կողմ, մեզ պետք է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի վրա եւ պետք է երկիրը դրախտ դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ձեզ համար, բոլորիդ համար, Հայաստանի Հանրապետությունը դրախտ է։ Եվ մենք սա պետք է անենք, սա պետք է անենք։ Եվ ես կոչ եմ անում, հիմա լեզուս չի պտտվում, ճիշտ է, այսինքն որովհետև ինչ որ բնական պրոցեսներ էլ կա, որ մարդիկ մոտենում են, ասում են Սիրիա հայ ենք, հաջորդ հարցը տալիս է, չնայած մեկու մեջ ասում եմ, բայց գում եմ մարդիկ հենց բան չեն անում։ Ասում եմ քաղաքացիություն ունեք Հայաստանի, ասում են հա, ասում եմ բայց ինչ եք Սիրիա հայ։ Ինչ եք Սիրիա հայ։ Հայաստանցի եք դուք ժողովուրդ ջան, ինչ եք Սիրիա հայ։ Հիմա որ նախնիներով գցենք, հիմա ասենք ենթադրենք ներկաներից շատերի նախնիները կարանելն որտեղից ասես, որտեղից ասես։ Բայց ասում եք հիմա փառք Աստծո, սպիտակում ոնց որ դե չեն ասում, մենք չգիտեմ, որ սպիտակում ասում ենք սպիտակցի ենք։ Եվ դա է երջանկությունը, որ դուք սպիտակցի եք, ձեր որդին սպիտակցի եք, ձեր թոռը սպիտակցի է, ձեր ծոռը սպիտակցի է, նրա որդին լինելու է սպիտակցի, նրա թոռը լինելու է սպիտակցի, նրա ծոռը լինելու է սպիտակցի, եւ մենք լինելու ենք պարզապես հայաստանցի, պարզապես հայաստանցի, Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ քաղաքացի, ազատ երջանիկ երկրում ապրող, այն երկրում, որը մեր ավետյաց երկիրն է, եւ ինչպես Աստվածաշնչում է ասում, այն երկրում, որտեղ կաթ ու մեղր է հոսում։ Աստված այս պետությունը տվել է մեզ, մենք այս պետությունը, մեր խնդիրը այս պետությունը, մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե 10-ամյակով, այլ 100-ամյակով, 1000-ամյակով, սերնդեսերունդ փոխանցելը եւ ամեն սերունդը հաջորդ սերնդին ավելի լավ վիճակում պետք է փոխանցի երկիրը եւ այսօր դրա հիմքերը դրված են, այսօր երկրում դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ են կառուցվում, ճանապարհներ են կառուցվում, տներ են կառուցվում, բնակարաններ են կառուցվում, որովհետեւ մեր կանխավարկածը այն է։ Այո, ես ինձ վրա վերցրել եմ այդ համարձակությունը, ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, որ մենք այդ անապատի 40 տարին ավարտվել է, անապատի 40 տարին, երբ որ Մովսեսը Եգիպտոսին ժողովրդին հավաքած տանում էր դեպի ավետյաց երկիր եւ 40 տարի անապատով պտտվեց մինչև հասնեն ավետյաց երկիր։ Մեր 40 տարին ավարտվել է, ժողովուրդ, մենք տեղ ենք հասե, մենք տեղ ենք հասե։ Եվ առաջիկա ընտրություններում պետք է ֆիքսենք, որ տեղ ենք հասե։ Եվ դրա համար մեր կոչը, իմ կոչը, խնդրանքը ձեզ կանգնել ես դիրքերին, կանգնել մի կողմ դնել կանգառի զգացողությունը եւ հենվել հանգրվանի զգացողության վրա։ Եվ 2026 թվականի հունիսի 27-ին գնալ ընտրական տեղամասեր եւ հունիսի 7-ին կներեք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել հանգրվանի։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, սպիտակին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Սիրում ենք բոլոր։ Իմիջալոց էտել եմ ուզում ասեմ,
որովհետև այդ թեման էլ է շատ կարևոր։ Էլի եմ ասում, երբ որ ես այսօր խոսում եմ երջանկության մասին, երբ որ ես այսօր խոսում եմ ուրախության մասին, երբ որ ես այսօր խոսում եմ ուրախ Հայաստանի մասին, ժողովուրդ, դա չի նշանակում, թե մենք մեզ այդ տեղի ունեցած որևէ դժբախտություն, որևէ ողբերգություն մոռացել ենք։ Դա չի նշանակում, թե մենք մեր որևէ նահատակի, որևէ զոհ, որևէ զոհողություն մոռացել ենք։ Ընդհակառակը, սա ես էլի ասում եմ, մեր բոլոր նահատակներին մատուցվող ամենամեծ հարգանքի տուրքը, նրանց հիշատակը բարձր պահելու ամենաբարձր ձևը ունենալ այն Հայաստանը, որը մենք իրար հետ կառուցում ենք, անվտանգ, խաղաղ, զարգացած, բարեկեցիկ, ուրախ եւ երջանիկ, որովհետեւ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանը կանգնի, որ Հայաստանը ոտքի կանգնի, ամուր կանգնի իր ոտքերի վրա, եւ այսօր Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Դուք տեսնում եք, թե Հայաստանը ինչ մեծ միջազգային հեղինակություն է վայելում։ Գնալով Հայաստանը նախկինում երբեք այդպիսի հեղինակություն չի վայելել։ Բայց խաղաղության մասին խոսելով մենք չենք մոռանում նաև անվտանգության մասին։ Մենք չենք մոռանում բանակի բարեփոխումների մասին, որովհետև ես համոզված եմ, դուք էլ եք համոզված, որ պաշտպանունակ ուժեղ բանակ չունենալը գայթակղություն է ագրեսիայի համար, որովհետև մենք եթե ուժեղ բանակ չունենանք, դա կարա գայթակղի չլինի, որ մեկը իրանք ի վիճակի չեն դիմադրության եւ հետեւաբար պետքա ագրեսիայի ենթարկել։ Բայց այսօր ես ուզում եմ, որ դուք մայիսի 28-ին ժամանակ գտնեք, գաք Հանրապետության հրապարակ, որովհետև մենք ձեզ նոր բանակ ունենք ցույց տալու, մենք ձեզ ցույց տալու նոր բանակ ունենք, նոր սպառազինություն, նոր ռազմական տեխնիկա։ Այսօր մենք Պաշտպան հայրենյաց ծրագիր ենք ներմուծել եւ Պաշտպան հայրենյաց ծրագրով ժողովուրդ 18 տարեկանը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստումից հետո պայմանագիր է կնքում եւ եթե նախկինում զինվորի ծնողներ իրան հաց ու ջուր ուղարկում, հագուստ, այսօր Պաշտպան հայրենյաց ծրագրով զինվորը կախված ատեստավորման տոկոսից 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ ունեցող 19 տարեկան տղերք ունենք, որ ոչ թե իրանց ծնողներն են իրանց համար կոնֆետ ուղարկում, որ երեխեքը քաղցրի երեխը, այդ տղեկը ավտո են առնում, ավտոյով գալիս են իրանց տուն, որովհետև մարտական հերթապահությունից դուրս իրանք տանն են քնում, ժողովուրդ ջան, իրանք տանն են ապրում, իրանք տանն են ապրում։ Այսօր մենք 2026 թվականի սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած եւ նշանակում ստացած ամեն շատ լավ, հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ, հա, շատ լավ, Ժորժ ջան, այս հիմա տրենդ է դարել, ասենք ամենտեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա, հանգիստ։ Ասենք կալուգացի օլիգարխը ամենտեղ մի 200,000 դրամից բանից տալիս է ղրգում է, եկեք ընդհանրապես հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ անին, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրանց գործին, հա։ Ինչ որ ասելու էր, ասված է ամեն ինչ որ ասելու էր Ղարաբաղի թեմայով, չգիտեմ, բանի թեմայով, Ղարաբաղյան կլանի թեմայով, մնացած ամեն ինչի թեմայով, ամեն ինչ ասված է։ Ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա մեր հավաքները չխանգարի։ Մենք չենք գնում իրանց հավաքները չենք խանգարում, իրանք է թող չգան մեր հավաքները չխանգարում։
2026 թվից ուրեմն ժողովուրդ հələ տեսեք այն կուրսանտը, որը ավարտեց ռազմաուսումնական համալսարանը եւ նշանակվեց սպայական ծառայության, պետությունից ստանալու է բնակարան, այսինքն իր բնակարանային հարցը լուծված առնելու, իհարկե այդտեղ կարգավորում կա, որ 20 տարի մենք ցույց չենք տալու, որ ինքը բնակարանը վաճառի, որ հանկարծ սխալ տեղեր չա, բայց իր սեփականությունն առնելու, դա ծառայական չի լինելու։ Հաջորդը, այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտը 170,000 դրամ կրթաթոշակ է ստանում, այսօր արդեն լիքը տեղեր մարդիկ աշխատանք հաճույքով կգնան աշխատեն 170,000 դրամ աշխատավարձ ստանալու համար։ Մեր կուրսանտին Վազգեն Սարգսյանի մենք 170,000 դրամ թոշակ ենք տալիս։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի կուրսանտին 50,000 դրամ 45,000 դրամ թոշակ ենք տալիս։ 2-3 տարի է այս որոշումները։ Դեռ ավելին ասեմ, մենք բուհերում նաև թոշակներ ենք տալիս։ Մենք բանում որոշակի գերակա ԲՏՃՄ, բնապահպանական, տեխնիկական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին, լավ սովորող ուսանողներին կրթաթոշակ ենք տալիս։ Գերակա ուղղություններում, քոլեջներում կրթաթոշակ ենք տալիս։ Ճիշտ է, այսօր 2000-ի չափ մոտավորապես 2000 ուսանողա թոշակ ստանում։ Եվ այլն, վերադառնալով բանակի թեմային, 2000-ական թվականներից շուրջ 2300 սպայի նկատմամբ պետությունը ունի պարտավորություն բնակարան տալու, եւ այդ պարտավորությունները չեն կատարվել։ Չնայած 2018 թվից մենք կամած մաշելով եկել ենք, մենք վերջերս որոշում ենք կայացրել 4 տարվա ընթացքում բոլորին այդ բնակարանները հատկացնելու ենք։ Ես նկատի ունեմ, մենք անցյալի խնդիրներն էլ չենք մի կողմ դնում, այլ մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի այդ հանգրվանի զգացողությունը խորանա։ Մենք տեղ ենք հասել, մենք տուն ենք հասել, մենք տանն ենք, ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ընտանիքն է։ Մենք մի ընտանիքի անդամ ենք եւ այս գիտակցությամբ, որ Հայաստանը մեր հարատև եւ հավերժական տունն է, պետք է գնանք ընտրությունների։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Սպիտակին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։